Բարև ձեզ, այսօր խոսքը վերաբերում է պետության կողմից տեղի ունեցող ստերջացումների մասին, որը գիտեք, որ եւ Երևանում եւ այս տարի մայիսի 5-ից նաեւ Մասիս համայնքի հետ համագործակցումը ՀՕԱԿ-ը, այսինքն կենդանիների խնամքի կենտրոնը։ Գիտեք նաև, որ տարբեր ակցիաներ ա լինում, երբ անվճար ձևով շատ լավ բժիշկների կողմից հնարավոր է ստերջացնել շունիկներին, եւ այս տարի եւս բացառություն չէր, Վանաձորի շուն ու կատու կլինիկան Վասիլիի գլխավորությամբ, Բրիջիթ Բարտո հովանավորությամբ եւ շատ ուրիշ հովանավորների օգնությամբ կանվավոր բժիշկների Ռուսաստանից, Եկատերինբուրգից եւ տարբեր երկրներից եկած բժիշկների միջոցով տեղի ունեցավ ակցիա անվճար ստերջացումներ, որի ընթացքում ես շուրջ թվով 18 շուն իմ տարածքից տարել եմ ստերջացնելու եւ ապահով հետ եմ վերադարձրել տարածք բոլոր 18 շունիկներին։ Բոլորի վրա կան կլիպսներ, բոլորը ողջ եւ առողջ են։ Հիմա հարց եմ ուղղում ՀՕԱԿ-ի տնօրենին եւ մեր պետությանը, նաեւ մեր Մասիս համայնքի Առաքել Մինասյանին, ով զբաղվում է այս հարցերով, ինքնաշներին իր ասելով ընդունում, ճանապարհում եւ այլն եւ այլն։ Եվ ՀՕԱԿ-ի տնօրեն գաղտնիք չի Հարություն Առաքելյանն է։ Հիմա ես այս տարածքում եմ ապրում արդեն 4 տարի եւ 100-ից ավելի կենդանիներ ես ստեղ իմ միջոցներով իմ կազմակերպչական ջիղով կազմակերպել եմ, տարել եմ, ստերջացրել եմ եւ անվնաս, վնասազերծված հետ եմ վերադարձրել տարածք իրանց չիպավորելով, իրանց պատվաստելով կատաղության դեմ, որ մարդկանց համար լինեն անվտանգ։ Հիմա հարց առաջամ, ես, որը որ մարդ է ու ոչ ոքի առաջ պատասխանատվություն բացարձակ չի կրում։ Ոնց կարամ ես պատասխանատվությամբ կատարեմ այս գործը, իսկ դուք, որպես պետություն ներկայացնող մարդիկ, այդ գործի վրա դրված, որի համար դուք ֆինանս եք ստանում, այդ գործին վերաբերվեք անփութորեն։ Հիմա բացատրեմ, եթե ինչ-որ մի բան սխալ եմ ասում, ասեք սխալ ես ասում։ Ինչ է նշանակում A կետից շանը տանել եւ վերադարձնել B կետ, եւ ավելի վատ X կետ։ Ինչ է նշանակում X կետից շանը վերցնել, վերադարձնել A կետ, որից արդեն մի շուն վերցրել ես ու տարել ես X կետ։ Նպատակը այդ ամեն ինչի ո՞րն է։ Ինչ է նշանակում իմ շանը, որին ես տարիներով խնամում եմ ու արդեն նոր ժամանակներ, որ պետք է տանեմ ստերջացնելու ու անհայտանում է այդ շունը։ Եթե դու վերցրել ես, տարել ես, ստերջացրել ես, ինչի՞ չես հետ վերադարձնում նույն տարածքը, կամ ես ձեզ կենդանիների խնամքի կենտրոն գրում եմ քանի անգամ, ներկայացնում եմ սիտուացիան, ուղարկում եմ շան նկարը, դուք ասում եք վերադարձել եք Նորաբաց գյուղի մեջ, այս արդեն որերորդ դեպքն է, որերորդ շունն է, որ իմ խնամքի տակ գտնվող, դուք անփութորեն իբր թե ուրիշ տարածք եք վերադարձել։ Ես ձեզանից կլիպսի համար եմ ուզում։ Շաբաթից արդեն ավել կլինի։ Բոլոր սկրինները վիդեոյի վերջում կտեղադրեմ։ Կլիպսի համար դուք պետական աշխատող եք, այդ շունը կլիպս չունի։ Ես բոլոր շներին, 18 շներին իմ տարածքից, Նորաբացի տարածքից տարել եմ ստերջացնելու, կլիպսով, կլիպսավորված հետ եմ վերադարձրել տարած, որտեղ այդ կլիպսով շունիկները ունեն պատմություն, ինչ են պատվաստվել, ինչի դեմ, եթե ունեն հիվանդություն, ինչ հիվանդություն։ Ոնց է, որ դուք պետական աշխատող եք, այդ շանը հետ եք վերադարձրել տարած ու շան կլիպսի համարը չունեք։ Ուրեմն շունը չեք վերադարձրել, տարածք դե բացարձակ չի եկել։ Գուցե այդ շունը էլ արդեն ողջ չի։ Այդ շունը հիմա դիմում եմ ձեզ, Առաքել Մինասյան։ Դուք որ ասում եք դե դպրոցներ, որ մանկապարտեզներ են, շնեին այդտեղ երեխեքին բան, օքեյ, հասկացա։ Մարդու կյանքը, երեխու կյանքը առավել շան կյանքից, իհարկե շան կյանքը եւս իր կարևոր նշանակություն ունի բոլորիս կյանքի պահպանման համար, որտեղ իրանք մեզ կոնկրետ պաշտպանում են առնետներից, միջատներից, կրծողներից եւ մի շարք այլ ավելի վտանգավոր հիվանդություններից, քան որ շունը կարա տարածի։ Հիմա հարց. տվյալ սպիտակ շունը Բելկան ապրում էր ոչ դպրոցի մոտ, ոչ մանկապարտեզի մոտ, գազի, զապրավկի մոտ, Մասիս գնացող տրասի, որ մտնում ես Նորաբաց, 54-ի կանյեց, ոչ դպրոց կա մոտակայքում,
ոչ մանկապարտեզ կա, ոչ երեխեքն են անդադ գնում գալիս։ Այդտեղ ընդհանրապես տրասա ու 54-ի վարորդներն են ու չգիտեմ, մեծ մարդիկ միայն։ Այդ շունը խեղճ ու կրակ, ես հեսա այդ շան վիդեոն էլ կդնեմ։ Ու մեր խանգարում ինչի եք A կետից վերցրել, իբրև դե տարե X կետ։ Ու չգիտես ինչի նույն օրը ես իմ որտեղից մի հատ պստիկ ուրիշ շուն եք ճիպավորված ականջին բիրկով բերես թե իմաստը մոլորված տրասի վրա մաներ գալի ճոմփի մեջտեղն հենց պարկումա որընկնի ավտոյի տակ։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ դուք ձեր գործը չեք գնահատում։ Այդ շանը ստերջացրել եք, գումար եք ծախսել պետական բյուջեից, բյուջե, որը սնվում է մեր իսկ տրված գումարներից։ Այսինքն, հարկերը, որ մենք վճարում ենք, դուք այդ հարկերով աշխատավարձ եք ստանում, որ ձեր գործը կատարեք պատասխանատվությամբ։ Հիմա այդ շանը, այդ գումարով ստերջացրել եք ու բերել եք նենց տեղ եք բաց թողել, որ ինքը ավտոյի տակ է վաղ ընկնելու, ոնց որ այդտեղ բոլոր մյուս շները։ Սա ինչ է, եթե ոչ պետական փողի մխսում։ Ինչի համար այդ շունը, այդ փոքր շունը, որ հավանաբար ունեցել է իր տարածքում խնամող, ես հիմա իր վիդեոն էլ կդնեմ։ Ինչի համար այդ շանը իր տարածքում չեք վերադարձրել ու վերադարձրել եք բան ստեղ։ Ինչի համար։ Ու ստեղից էլ մի հատ խելոք շուն տայել եք, չգիտեմ ուր։ Ես հիմա սենց հարորեն պահանջում եմ, որ կլիպսի համար այդ սպիտակ շան ասեք, ուղարկեք ինձ ֆոտո նկար, ապացույց, որ այդ շունը կենդանի է։ Այս ինչ է նշանակում։ Ես, որ ոչ ոքի առաջ պատասխանատու չեմ, ես բոլոր ֆոտոներն ու վիդեոներն ունեմ անգամ վիրահատության ընթացքից, որ շունը ոնց են վերադարձնում իր հետ տարած ստերջացումներից հետո։ Առողջ ու անվնաս։ Իսկ դուք որ պատասխանատու եք ամբողջ հասարակության առաջ, դուք A կետից վերցում տանում եք B կետ լավագույն դեպքում, վատագույն դեպքում շունը որպես լեշմանյա կամ որպես չգիտեմ ինչ կարա քննածվի։ Հիմա ես ձեզանից հանրորեն պահանջում եմ հաշվետվություն բելկայի մասին, դրանից առաջ էլ ուրիշ սևոյի եք տարել, ուրիշտեղ իբրև թե բաց թողը։ Հիմա ձեզ ասում եմ, ուրա իմ շունը վերադարձրեք անվնաս իրա տարածք։ Ինքը ապահով ըստեղ ապրում էր, առանց որևէ մեկի վնաս տալու, առանց մեկին խանգարելու, շատ խեղճ շուներ ու 54-ի բոլոր վարորդները իրան սիրում ու կերակրում են։ Դուք էլ ուրիշ գործ չունեք անելու։ Գնացեք այն շներին, այն տարածքներից վերցրեք, տարեք, ստերջացրեք, որտեղ իմ նման կենդանասեր մարդիկ չկան ու չեն զբաղվում կենդաններով։ Ես իմ կենդաններով զբաղվում եմ ու այդ նույն օրերին այս տարածքում կորել է եւս մի ձակ, որի քրոջը ես եմ փրկել տրասից, որ ավտոյի տակ են գցել ու հիմա ինքը իմ տանն է, վերականգնողական փուլում է, ներարկումներ կստանա ու հետագա ընթացքում մենք կտեսնենք։ Իրա քուրը, որ ողջ առողջ էր, հիմա այդ ձակն էլ չկա։ Եվ չկա նաև մեկ այլ շուն, փրչոտիկ, որին եւս պիտի տանեի ստերջացնելու։ Արդեն անցել է երևի շաբաթից ավել, ես բոլոր 18 շներին տարա ստերջացրեցի, հետ բերեցի եւ Փարաքար համայնքում եւ Գյումրիում այդ անվճար ակցիային մասնակցեցի։ Բոլորը հիմա ստեղ կլիպսով ֆռում են իմ ստերջացված շունիկները, ձեր շունիկները, որ տարել եք, իմ տարածքի շունիկներին։ Ոչ ոքին չեմ տեսնում։ Ուր են այդ շները։ Եթե ես տարածքում եմ, ես իրանց տեր եմ կանգնում, եթե հիվանդացան, ես իրանց բուժում եմ, ես իրանց կերակրում եմ, որ իրանք ագրեսիվ չլինեն հասարակության հանդեպ։ Դուք այստեղից այդ տարածքի շներին տանում եք, որտեղ եք բաց թողնում։ Միտեղ, որտեղ իրանց մասին պիտի հոգ չտանեն, որ պիտի խանգարեն այդ մարդկանց։ Ես չեմ հասկանում ճիշտ չի, ճիշտ գործելակերպ չի, որ նույն շունը վերադառնա նույն տարածք, որը այլևս ձագեր չի բերի, մարդիկ տեղի սովոր կլինեն այդ շանը, երեխաները սովոր կլինեն այդ շանը։ Եվ այդ տարածքում այլևս շներ չեն հանդիպի, որովհետև 1-2 շունը բավարար է, որպեսզի իրանք քշեն ստեղից մյուս եկող շներին։ Ինչ է նշանակում, դուք ստեղից վերցնում եք տանում եք ուրիշտեղ, հետո ստեղ տեղը գալիս են ուրիշ շներ, որ անդադ ահազանգեստանակ, անդադ գործի մեջ լինեք։ Ձեզ ցույց եք տալի, որ անդադ ինչ-որ գործի մեջ եք։ Ձեր գործը եթե անում եք, լավ ձևով արեք, տարակ ստերջացրեցիք, ուրեմն նույն ձևով ողջ եւ առողջ հետ վերադարձեք տարածք։ Ես արդեն չգիտեմ ինչ ձեզ ասեմ, որ եթե շուն եք վերցնում, դա կյանք է։ Դա կյանք է։ Դուք իրավունք չունեք այդ շան հետ վարվեք նենց, ոնց ուզում եք։ Դա պետական ոնց օրենքով է, հա, ասում գույք է, ուրեմն վերաբերվեք ճիշտ այդ գույքի հանդեպ։ Տարել եք մի կետից, վերադարձեք նույն կետ, ոչ թե ալոից բլո, բլոից ալո։ Եթե մի բան ինչ-որ բան նիտո եմ ասում ես ասածներիս մեջ, խնդրեմ, գրեք,
Լսում եմ ձեզ, ուրա բելկայի բիրկան, որնա թիվը, ես չեմ կարա հայտարարություն գրեմ, որ գտնեմ այդ շանը, ինչի եք դուք իմ նման զբաղված մարդուն, էլ ավելի կտրում ժամանակից, որ ես զբաղվեմ նման անհեթեթ բաներով, շունը վերցել եք, նորմալ բերեք հետ վերադարձեք, նա ոչ հիվանդ էր, ոչ էլ ինչ-որ խնդիրներ ուներ, նրա գլխին հարվածել էին, կեղտոտ մարդիկ լապատկով, դրա համար իր աչքերը թեթև վնասվածք ուներ, այսենց նայում էր դեպի վերև, ես հիմա բոլոր վիդեոն կտեղադրեմ, բայց դա չի նշանակում, որ նա հիվանդ էր, ուրա այդ շունը, պարոն Հարություն Առաքելյան և պարոն Առաքել Մինասյան, ձեր գործը կատարեք նորմալ ձևով, որովհետև դուք դրա համար ստանում եք աշխատավարձ, եթե չեք կարող կատարել այդ գործը, կենդանասերներին վերցրեք այդ աշխատանքին, իրանք այդ գործը շատ սիրով ու շատ մեծ պատասխանատվությամբ կանեն, այսքանը որ ուսում էի ասեի, ու ես, նորից եմ կրկնում, հայտնեք ինձ բելկայի կոնկրետ տեղը ֆոտոյով ու վիդեոյով, որտև դուք բոլոր շներին, որ վերցնում եք, ունեք ֆոտո և ունեք վիդեո, եթե տարել եք, ուրեմն պետքա հետ վերադարձացնեք, եթե իհարկե հետ եք վերադարձել, ուրեմն ինձ ուղարկեք ապացույցներ, որ այդ շունը ողջ է ու առողջ ու իրան կլիպսայով, խնդրում եմ ժողովուրդ տարածեք այս վիդեոն, հրեշտակները քնած են, ինում հրեշտակներն են քնած, ինում հրեշտակներն են քնած, արի, տեխնի հարավրհես, նրա գիժը, ցեխան, եկել եմ սպիտակ շունիկիս մանգամ գտեմ, այս շանը կորցրել եմ, էսի ում տարածքի շունն է, ստերջացրել են հենա, մանուշակակույն ականջա բերել են ստեբ, մի թիքա շունը, երև մի 7 կիլո, մանա գալի իրա տարածքը, իմացեք ստեղա, եկեք տարեք, հա ձյակս, արի, ով է կուտիրը, կերել չի ուզում ուտի, չոր կերին սովոր չի մարդամուտ է, ում շունն է ժողովուրդ, հեսա թվերը,